կողմնակիցներ եւ Արման Սարոյանը ներկայացել, չեմ սպասում, նշել է ծանոթացած չի եղել, հա, այսօր ինչով է պայմանավորված եւ նաեւ Արման Սարոյանը նշել էր, որ չի ստացել նյութերը, մեր միջնորդությունը դրա համար խնդրել էր հետաձգել, մենք դատանին նախորդ նիստին ապացուցեցինք, որ մենք նյութերը ուղարկել ենք եւ նա ստացել է եւ նաեւ տվեցինք փոստային ծառայության այդ համապատասխան փաստաթուղթը, որտեղ երևում է որ նա ստացել է։ Այսինքն ակնհայտ էր, որ ճիշտ չէր ասում։ Եվ այսօրվա դատական նիստին չէր ներկայացել։ Եվ ասեմ ձեզ, որ ինքը հայցադիմում երբ որ ներկայացել է, հայցադիմինքից դիմում է ներկայացել, որտեղ գրվել է խնդրում եմ ինձ բացակայությամբ քննեք։ Իսկ եւ այլն ասեմ, նույն Արման Սարոյանի, եթե մինչեւ ապստամբներին միանալու այդ մտքերը հրապարակային հանեք, տեսնեք, որ ինքը ուղիղ անում է այն, ինչ որ նախկինում ինքը քննադատել է։ Ինքն էլ էր ասում, պետությունը չի կարող խառնվել եկեղեցու ներքին գործերին, այսօր ինքը առիթ է ստեղծել, որ պետությունը խառնվի եկեղեցու ներքին գործերին։ Երկու բանկերից մեկով նա գործարք է կատարել։ Մենք տեղեկություն ունենք, որ նման գործարք է կատարել։ Հարկադիր կատարողը գրություն ունեք, երբ որ նրանք տնօրինությամբ, երբ որ նրան պաշտոնից զրկել են, դրա հաջորդող աշխատանքային օրը գրություն է ուղարկվել բանկերին եւ նրա լիազորությունները դադարեցվել են։ Նա չունի լիազորություն։ Դատանի հայցիապահման միջոց կիրառելուց հետո երբ որ նա տեսել է, որ չունի լիազորություն, գնաց է բողոքել հարկադիր կատարողին, որ չեն թույլատրում, որ ես իմ լիազորություններ իրականացնեմ, եւ հարկադիր կատարողը նրան հանդես գալով իբրև ամենայն հայոց կաթողիկոս, հարկադիր կատարողը, նա լիազորություն է տվել Արման Սարոյանին։ Նման աբսուրդ արգելներ չեք տեսնել ոչ միտեղ։ Այսօր հարկադիր կատարողը իրեն դրել է ամենայն հայոց կաթողիկոսի տեղը։ Եվ այսօր այս իրավական, սա կոչվում է իրավական բեսպրիձել։ Սա ասում եմ, սա պատմական ոնց ասեմ, բացասական գործողություններ են, որը ես վստահ եմ շատ մոտ ապագայում իրանց իրավական պատասխանները կստանան։ Այսինքն ճիշտ եկավ, եթե անգամ կարգալույց չէր հրճակվել, սակայն ազատվել է այդ պաշտոնից, իրավունք չուներ։ Այո, իհարկե, որտեղ նա պաշտոնը չէր զբաղեցնում եւ նրա լիազորությունները դադարեցված էին։ Այսինքն ինչ գործողություն է կատարել, հասցրել անել այդ հարկադրությունը։ Բանկից գումար է փոխանցել։ Որտեղ։ Եկեք այդ մանրամասները չասեմ, այս բանը չասեմ։ Հայ Ռուբենը այդ միջոցները չի տնօրինում այստեղ ապա։ Հայ Ռուբենին այս բանը հարկադիր կատարողները թույլ չեն տալիս, որ նա հանդես գա եւ այդ միջոցները տնօրինի։ Այս բանը խոչընդոտում են։ Այսինքն ֆիզիկապես խոչընդոտում կա։ Լավ։ Այսինքն չկա աշխատանքային պայմանագիր, բայց հարկադիր կատարողը Չէ, կանպես չի եղել ինքը, տեսեք, Արման Սարոյանը հայ առաքելական սուբյեկտից աշխատողը չէ։ Այդ իմաստով նրա պաշտոնը առաջնորդի պաշտոն, դա հոգևոր ներքին պաշտոն է։ Եվ բնականաբար այդ պաշտոնից ազատելը չի կարող եկեղեցու ինքնակառավարման այդ շրջանակից դուրս գալ։ Հիմա փետրվարի 11-ին հրապարակվել է, հա։ Հրապարակվել այս գործով որոշումը։ Եվ ինչ